Ինչ ահայտներ սպահեն, ինչ գործի շրջանակներում են կամ չէ, ինչ կարող են փոխել։ Դե նիկոլական Հայաստանում փաստորեն առավոտները սկսել են իրար նմանվել եւ ոչինչով չեն տարբերվում, որովհետեւ ամեն առավոտյան արթնանում ենք եւ տեսնում ենք, որ ինչ որ մեկի տուն մտել են խուզարկության, ինչ որ մեկին կալանավորել են, ձերբակալել են կամ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում եւ երեք այդ տիկինը, որ այցելել էր Հայաստան, խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին է, վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերի տակ ձմերուկները դրել եւ փաստորեն փոքրիկ ֆյուրերը էլ ավելի է ոգևորվել ու նոր թափով է անցել ապօրինի քրեական հետապնդումների եւ ռեպրեսիաների ու զարմանալի չէր, որ նաեւ պետք է Երվանդ Բոզոյանի հետևից գային, այսպես ասած։ Նիկոլ Փաշինյանը հիմա խնդիր ունի լեգիտիմության եւ իր իշխանությունը ամրապնդելու համար պետք է բոլոր պատկերավոր ասած խոսող գլուխներին մեկուսացնի եւ հիմա այդ ճանապարհին է ինքը, իսկ Եվրամիությունից էլ կանաչ լույս են վառել այս բոլոր ռեպրեսիաների եւ հետապնդումների առաջ։ Գիտեք ինչ, երեք այդ տիկինն ասում էր, չէ, մենք ձեզ հետ ենք, մենք ամեն ինչով ձեզ կաջակցենք, ինչ ուզում եք արեք։ Դա նույնն է, ոնց որ իրենք ասեն, որ գնացեք դուք կամրջից ցած նետվեք, մենք ձեզ կծափահարենք, կողջունենք, սիրուն կադրեր կանենք, տեսարաններ կստանանք, իսկ վերջում թե մի բան կլինի, գուցե եւ մահանակ։ Հիմա երբ որ Հայաստանը վերանա, հայ ժողովուրդը այստեղ ապրելու հնարավորություն էլ չունենա, գուցե նաեւ ինչ որ աղի արտասուք էլ թափեն այդ Եվրամիության տարատեսակ չինովնիկները Facebook-յան կամ, չգիտեմ, Telegram-յան իրենց սոցիալական ցանցերով ինչ որ մի հուզական գրառում անեն եւ մոռանան Հայաստանի մասին, որովհետեւ իրենց համար կարեւորը ոչ թե Հայաստանն է, իրենք թքած ունեն Հայաստանի վրա, իրենք թքած ունեն հայ ժողովրդի վրա, ինչպես որ թքած ունեին արցախցիների վրա, ինչպես որ թքած ունեն ուկրաինացի ժողովրդի վրա, ովքեր այս օրերին տեսնում ենք, որ զոհվում են հանուն իրենց գլոբալիստական նկարտումների, կարևորը որ որպես գործիք օգտագործեն կլինի Նիկոլ Փաշինյանը, կլինի Զելենսկին, թե որևէ այլ խամաճիկ հակառուցական իրենց այս կեղտոտ ծրագրերում։